Նոյեմբերի 6-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տարոն Քահանա Հունանյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները եւ հարատեվել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակավ ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսեւորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ եւ դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Վարդան Հունանյան ավազանի անունով։